Բարև իմ անուշիկ փոքրիկներ, այսօր ես ձեզ համար պատրաստել եմ կարմիր գլխարկը հեքիաթը, սկսեցինք միասին։ Մի գյուղում ապրում էր մի փոքրիկ սիրունիկ աղջիկ, ծննդյան օրը մայրիկը նրան մի կարմիր գլխարկ է նվիրում, գլխարկն աղջկան այնքան շատ է սազում, որ բոլորը նրան սկսում են կարմիր գլխարկ անվանել, մի անգամ մայրիկն ասում է, կարմիր գլխարկ, տատիկը հիվանդ է, վերցրու այս կարկանդակները և կարագի կճուճիկը տար տատիկը ուտի լավանա։ Կարմիր գլխարկը վերցնում է կարկանդակներն ու կճուճիկը և ճանապարհ ընկնում տատիկին այցելության։ Տատիկի տունը անտառում էր գտնվում և հազիվ էր կարմիր գլխարկը անտառ մտել, երբ նրա ճանապարհին հայտնվեց գայլը։ Բարև կարմիր գլխարկ, այդ ուր ես գնում, ասում է գայլը։ Ես գնում եմ տատիկիս մոտ, նրա համար կարկանդակներ ու կարագով լի կճուճիկ եմ տանում։ Կարմիր գլխարկ, իսկ որտեղ է ապրում տատիկդ։ Այնտեղ անտառում, 3 մեծ կաղիների տակ է նրա տնակը, իսկ մի քիչ ներքևում պնդուկի թփուկներն են, երևի կիմանաս, ասում է կարմիր գլխարկը։ Գայլը, որ շատ քաղցած էր, որոշում է նախ ուտել տատիկին, իսկ հետո էլ կարմիր գլխարկին։ Եվ նա կարճ ճանապարհով վազում է դեպի կարմիր գլխարկի տատիկի տուն, իսկ կարմիր գլխարկը չէր շտապում։ Ճանապարհին վազվզում էր թիթեռների հետևից, տատիկի համար ծաղկի փունջ էր հավաքում, իսկ գայլն այդ ընթացքում կարճ ճանապարհով վազում է ուղիղ տատիկի տուն ու դուռը ծեծում։ Ո՞վ է։ Ես եմ, կարմիր գլխարկը, ասում է գայլը բարակ ձայնով։ Քեզ համար կարկանդակ ու կարագով լի կճուճիկ եմ բերել։ Տատիկին թվում է, թե դա իսկապես կարմիր գլխարկն է ու ասում է. Քաշիր սողնակը և դուռը կբացվի։ Գայլը սողնակը քաշում է, դուռն անմիջապես բացվում է։ Նա զգույշ ներս է մտնում, հարձակվում տատիկի վրա ու կուլ տալիս նրան։ Հետո հագնում է տատիկի հագուստը, գլխին դնում նրա գլխարկը ու պառկում անկողնում։ Շուտով տեղ է հասնում նաև կարմիր գլխարկը։ Նա թակում է դուռը և գայլը ձայնը տատիկի ձայնին նմանեցնելով ասում է. Ո՞վ է։ Ես եմ կարմիր գլխարկը, ասում է կարմիր գլխարկը։ Քեզ համար կարկանդակ ու կարագով լի կճուճիկ եմ բերել։ Կարմիր գլխարկը ներս է մտնում ու նստում անկողնու կողքին։ Գայլը գլխարկը քաշում է աչքերին ու մտնում վերմակի տակ։ Վայ, տատիկ ջան, ինչու են ականջներդ այդքան մեծ, հարցնում է կարմիր գլխարկը։ Որ քեզ լավ լսեմ, ասում է գայլը։ Տատիկ, իսկ ինչու դու այդքան մեծ աչքեր ունես։ Որ քեզ լավ տեսնեմ, պատասխանում է գայլը։ Վայ տատիկ ջան, իսկ բերանդ ինչու է այդքան մեծ։ Որ քեզ հեշտ կուլ տամ, ասում է գայլն ու անկողնուց դուրս պրծնելով հարձակվում կարմիր գլխարկի վրա։ Բայց հենց այդ ժամանակ որսորդներն էին անցնում տան մոտով և աղմուկը լսելով նրանք ներս են մտնում ու սպանում գայլին, իսկ տատիկն ու կարմիր գլխարկը ողջ դուրս են գալիս գայլի փորից։